Այսօր ունենք unboxing Shein-ից, պատվերս հենց նոր հասավ, ու հենց այս պահին եմ միանգամից կամերայի առջև ուզում եմ unboxing անեմ ու չսպասեմ հետո, իսկ ես արդեն պատրաստվում էի տնից դուրս գալու համար։ Իտակ, նա պատվիրել եմ խոհանոցի համար նախատեսված կշեռք, փոքրիկ։ Ես արդեն վախենամ իրա մեջ չկա էլեմենտներ ու ինքը իրան չեմ կարա միանգամից օգտագործեմ, պետք է սպասեմ մինչև գնամ էլեմենտներ առնեմ, բերեմ, միացնեմ ու այս խոհանոցի համար այս կշեռքը փոքր ինձ պետք էր նրա համար, որ կարողանամ ճիշտ գրամները բաշխել, հա, ուտելիքի, որտեղ միշտ մոտավորապես եմ անում, ասենք փոքր գթալը, թեյի գթալը այսքան գրամ է, մեծ գթալը մոտավորապես 20 գրամ է, բայց մոտավորապես չեն անում, մանավանդ հիմա ես, որ կալորիաների դիֆիցիտի վրա եմ ու ինձ պետք է ամեն ինչ հաշվարկել ու իհարկե ես ճիշտ էի։ Ինչ արած, ինչա, Սա այսօր կակրած դուրս եմ գալիս, կգնամ 2 հատ 3A էլեմենտ կառնեմ։ Քանի որ արդեն տաք եղանակները գալիս են, սառոցի աման, հատուկ սենց աման եմ վերցրել, որ այս ներքևի հատվածները սիլիկոն է, որ սառոցը մեջից հեշտ լինի հանելը։ Սենց ուղղակի այս սիլիկոնները շատ հարմար սխմվում են ու սառոցը շատ հեշտ դուրս է գալի, որտեղ իմ բոլոր սառոցի ամանները կոտրվել են պատճառով, որ ես այնքան ուժեղ խփել եմ կամ փորձել եմ ուժեղ իրան ճզմել ու այդ ընթացքում ուղղակի ջարդվել են։ Պատվիրել եմ հեռախոսի էկրանի համար պլյոնկա, ավելի ճիշտ ապակի ու իրականում հեռախոսից այդ էկրանի պլյոնկան հանել էի ընդհանրապես ու մտածում էի, որ ոչ մի բան էլ չեմ դնելու, որովհետև առանց պլյոնկայի, առանց այդ ապակի, դրանից առաջ ապակի էր էկրանին, մի 10 անգամ ավելի լավ է նկարում դիմացի կամերան, բայց չգիտես ինչի ես հասկացա, որ չգիտես ինչի էկրանը շատ հեշտ է խազվում ու այս ընթացքում, որ պլյոնկա չկար էկրանին, երևի մի 3-4 խազ առաջացել այդ հիմնական էկրանին, լավ ես չեմ բացում թմնա հետո, ուրեմն պատվիրել եմ մատանիներ, նախ սենց փոքր արծաթագույն, չգիտեմ չեն հասկանում, որ ստեղ unboxing են նկարում, ինչի են տենց բարձր սիգնալ տալի, այսեն սորական արծաթագույն մատանի է, ու այս նույն մատանու ոսկեգույնն եմ պատվիրել, ես ամուսնական մատանի ունեի, դնում էի, բայց հագս դարձել էր շատ մեծ ու ընկնում էր մատիցս, դրա համար սենց արդեն իմ ռազմերի պատվիրել եմ, մի քիչ ավելի փոքր, fake, պարզա, իսկական ոսկի չի, բայց ինչ արած այդ իմ իսկական ամուսնական մատանին մատիս դարձել է շատ մեծ ու փոքրացնել չեմ ուզում, որովհետև հիմա քաշս տատանվում է մի քիչ ու որ փոքրացնեմ, հետո մեծացնելը մի քիչ անընդհատ ավելի դժվար կլինի։ Չգիտեմ ստեղ ինչ է, շատ զարմացած նայում էի, որովհետև ուղղակի դատարկ տուփ է, սենց դատարկ զիպ պակետ է։ Okay, դատարկ զիպ պակետ չի։ Հասկացաք ինչ է։ Այն իմ fake piercing-ներից, այսինքն սենց ինքը ստից piercing է, ոսկեգույնը կորել էր, նենց գոհ եմ, ահա որ ռեալ են երևում այս piercing-ները, ընդհանրապես ոչ մի դիսկոմֆորտ չեն տալիս ու ընդհանրապես չի ընկնում, սենց կողքից նայեն հաստատ կմտածեն, որ իսկական piercing է, իմ նկարներն էլ կարող տեսել եք ու մտածում եք, որ իսկական piercing է, բայց իսկական չի։ Ես որ շատ եմ հավանում, բայց երբեք իսկական piercing չեմ անի, չգիտեմ, ես նախ վախում եմ ահավոր, ու հետո էլ մի տեսակ piercing անելը, սենց քթի վրա ծակելը, նենց տպավորություն է, ոնց որ փչացնես դեմքդ, չգիտեմ, իմ համար էդ է հիշացնում։ Պատվիրել եմ 2 հատ տատու, այս տատուները շատ կայֆն են, որովհետև իրանք շատ երկար են մնում,
մոտարապես երևի մի 3 շաբաթ մնում են ու լրիվ իսկական տատուի պես են լինում, չեն փայլում։ Սկզբում իրան որ անում ես, տևում է 24 ժամ, մինչև ինքը գույնը մքանում է, այսինքն սկզբում ինքը համարյաս քիչ էր երևում։ Տենց 24 ժամից գույնը մքանում է ու տենց մուգ լրիվ իսկական տատուի նման տևում է մոտ մի 3 շաբաթ։ Չգիտեմ ինչքանով է safe, բիզապասնը անելու համար, բայց ես այսքան ժամանակ անընդհատ արել եմ ու ոչ մի բան չի եղել, ինչ-որ վատ, ոնց որ հələ որ ես օգտագործում իմ համար, ես ոչ մի ալերգիա չունեմ սենց տատուներից։ Ուրեմն այս հաջորդ բանը աղջկական բան է ու այդ դեմքի ածելի է։ Խորհուրդ չեմ տալի ոչ մեկին դեմքի ածելի օգտագործել, եթե դուք կոնկրետ ինչ-որ մի բանի համար չեք անում այդ, այլ ուղղակի դեմքի ածելիով դեմքի աղբալ մազերը հանելը այդ շատ վատ է։ Ես դեմքիս էլոս էպիլյացիա եմ անում ու հիմա ըստեղ Իսպանիայում չեմ գնում այդ էպիլյացիայի ու էլոս անելուց հետո եւ անողները կիմանան նաեւ, որ պինցետով անել չի կարելի, ոնց որ ես օգտագործում եմ դեմքի ածելին, մինչև կգնամ ու շարունակեմ էլոս անելը, չնայած արդեն շատ մեծ ազդեցություն, հա, ռեզուլտատը կա։ Օրինակի համար, չգիտեմ, ես կյանքումս, ըստեղ հիմա չգիտեմ, պետք էր ես unboxing-ի մեջ այդ սրանով կիսվելը, բայց կյանքումս ես չի պատկերացնի, որ օրինակ իմ ձեռքի մազերը կարան անհետանան, ուղղակի ասենց անհետանան, երբեք չլինեն ու չաճեն։ Ու նույնը ոդքայի մասին։ Կյանքումս չի պատկերացնի, բայց օրինակ էլոս էպիլյացիան ինձ օգնում է իմ օրգանիզմին ու իհարկե ամեն օրգանիզմ տարբեր է, ամեն օրգանիզմին տարբեր բան է օգնում։ Նենց որ ինչի ես ասում, տենց մի անգամից փաստ ընդունել պետք չի, կիսվում եմ ուղղակի իմ փորձով։ Այս ուպակովկայից արդեն երևի կհասկանաք, որ ստեղ կհասկանաք ինչ է, բաժակ։ Ամեն իմ unboxing-ի մեջ, ամեն իմ պատվերի մեջ մի հատ բաժակ անպայման կա։ Ուրեմն, պատվիրել եմ այսինքն բաժակ սառը կոֆեի համար, որովհետև չունեի սառը կոֆեի այսինքն բաժակ, մի քանի հատ բաժակ չի ուզում պատվիրեի մեծ սեթով, որովհետև հիմա անընդհատ տեղափոխությունների մեջ եմ ու այս պահին ուղղակի ինձ պետք էր սառը կոֆեի համար բաժակ, որ կարողանամ ասենց սիրուն պես ամանի մեջ սարքեմ սառույց, բացեմ մեջ ու ստեղ սարքեմ իմ սառը ամերիկանոն, իմ սառը լատեները, իմ սառը salted caramel matcha latte-ն եւ այլ սառը ըմպելիքները։ Սենց ինքը կրշկա ունի, ինքը ապակուցայ կրշկան պլաստիկ է, չեմ կարծում, որ այս կրշկան շատ կօգտագործեմ, բայց հենց այս բաժակը 3 եվրո արժեր, 4 եվրո մոտավորապես, բայց ընդհանրապես չունեի տանը, սենց մեծ բաժակ, որ հարմար լինի կոֆե խմելու համար, լիքը սառույց համար, սենց փոքրիկ սոկի բաժակներ էին հիմնականում։ Գցելու է եսի սենց զիպիլը, առանց գնալու, որ իրա մեջ նաև կա այս ծողիկը, տրուբուչկան, այ հենց այս իրա կրիշկայի վրա կա այս ծակը, որը սիլիկոնով բացվում փակվում է։ Այսինքն խմելու համար cute։ Բաժակին 10-ից 10 ընկնում շատ դուրս եկավ։ Ոնց հասկացաք, հեռախոսից մի քանի բան upgrade եմ անում, պատվիրել էի էկրանի ապակի ու նաև չխոլ։ Չխոլը ասեք ինչ cute է։ Սովորական սիլիկոնից չխոլ էի ուզում, բայց չի ուզում լինել ուղղակի թափանցիկ չխոլ։ Դրա համար վերցրեցի սենց սև բուտիկներով, համել ճիշտն ասեք նկատել եք, որ այս սեզոն, այս գարնան սեզոնին բուտիկները դարել են շատ տրենդ ու ես միշտ սիրել եմ սենց բուտիկավոր պրինտ։ Էլի վերցրեցի մի հատ էլ այսինքն թափանցիկ չխոլ, որը հաջորդ իմ, չգիտեմ, 2 տարվա չխոլն է լինելու։ Okay, հետո կհավաքենք։ Իհարկե ես պատվիրել եմ
Սարը կոֆեի համար սարուցի աման, սարը կոֆեի համար բաժակ, ու նաև պատվիրել եմ կապուչինատր, կաթը խփելու համար, որ սենց լավ պիենկա առաջանա, լավ փրփուր առաջանա կաթի վրա։ Մի հատ կարևոր բան կա, այս պատվելուց, որ ես նայել եմ այս կապուչինատրը, որովհետև ինչքան ունեցել եմ, միշտ փչացել են, կամ կեսից սկսել են նորմալ չաշխատել։ Դրա համար այս մեկը պատվելելու ժամանակ նայեցի, որ անպայման լիներ զարյատկայով, ոչ թե էլեմենտով, այլ զարյատկայով, իր մեջ սահանեմ տնակ։ Ուրեմն, հեսա կապուչինատրն է ու զարյատկայի լարն է։ Ինձ զարյատկայով սարքերը շատ ավելի լավն են, քան էլեմենտովները։ Չէ, հիմա զարյատկա չկա մեջը չմիացավ, հույս ունեմ փչացած չի, այլ ուղղակի զարյատկա չկա։ Վերջի, ուզում ասեի վերջի 2 բանը, վերջի 4 բանը։ Սա, պատվիրել եմ նաուշնիկների սիլիկոն։ Իմ ականջներին մենակ այս մեջտեղի M ռազմերն է լինում ու իմ նաուշնիկների սիլիկոնը ամբողջովին դեղնել էր ու հնացել։ Ես իմ ականջները լավ մաքրում եմ, բայց փաստորեն այդ սիլիկոնները լավ դեղնելու հատկություն ունեն։ Դրա համար պատվիրել եմ այս ամբողջ մի սեթը, որ ընդհանրապես օգտագործեմ այս M ռազմերը։ Մինչև այս գար, այս պատվերս ես օգտագործում էի S-ը, փոքրիկ ավելի այդ սիլիկոնը, որ ականջներիցս ընկնում էր ուղղակի։ Պատվիրել եմ իհարկե նաև իմ AirPods-ի համար չխոլ, ոնց կլինի, որ ես update անեի հեռախոսիս չխոլը, էկրանը, այդ էկրանի ապակին եւ այլն ու AirPods-ը update չանեի, upgrade չանեի։ Այսինքն թափանցիկ այլի, սովորական ոչ մի ասովի բանով, բայց ունի սենց փայլուն, փայլիկներ մեջը ու այս կարաբինով, կարաբինն է շատ դուրս եկել, որտեղ սենց ամբողջովին մետալիկ կարաբին է։ Մենակ թե մնում է այդ այս ամբողջ ստեղի բաները չխառնեմ իրար ու հանկարծակի ինչ-որ մի բան չթափեմ միամիտ զիբիլը։ Ուրեմն, եկեք այս մեծ բանը բացենք։ Պատվիրել եմ 2 հատ կրաբիկ, մեկը սենց բուտիկավոր, արդեն ասեցի, որ բուտիկները մոդա են ու ես էլ շատ սիրում եմ բուտիկներ ու այսինքն բուտիկավոր եմ վերցրել, մուգ գույն չէի ուզում վերցնել, որտեղ մազերը որտեղից սև են, ոչ մի տենց կրաբիկ, սև գույնի կամ մուգ գույնի չի երևա մազերի մեջ ու մեկն էլ հա, այս մյուսը ցույց չտվեցի սենց շագանակագույն է, հա, ինչ-որ բուրգունդի գույնի է, ու երկուսն էլ դուրս շատ են գալիս, այսինքն ավելի պլոտնի է, ես ավելի cute, կոկետ, ու կարելի է փորձարկել։ Ինչ կասեք, cute, cute։ Ես գիտեմ, որ կոմենտներում գրելու եք ինչ cute է այս կրաբիկը։ Ու ամենակարևորը, որ իմ հաստ մազերը պահում է։ Վերջին բանը այս պատվերի մեջ այդ մատանիներ են։ Մի քանի արծաթակույն մատանի, չգիտեմ ինչ որ սենց հավեսս տվել էր, Pinterest-ում նկարներ էին նայում, որի մեջ սենց աղջիկներ էին լիքը մատանիներով մատերին, ու ես նայում էի ու մտածում ինչ կլասնի է, ես էլ եմ տենց ուզում։ Դրա համար պատվիրեցի լիքը մատանիներ։ Մազի ռեզինը ամբողջ պատկերը փչացնում է։ Ոնց է։ Ուսումը շատ կլասնի է, պատկերացրեք սենց մատանիներով, կաֆեյում, այսինքն բաժակը բռնած, բաժակի մեջ պատկերացրեք կանաչ մաչա լատե ու սենց ինչ-որ նկար, սենց նկար եմ բաժակը ձեռս մատանիներով, cute, Pinterest-ի cute նկար կլինի։
Ինչ ասեմ, մի հատ էս մյուս կրաբիկն է փորձենք ու գնանք մեր գործերին կպնենք, գնանք մեր գործերով։ Չմիտեմ, ես մեկը էվի շատ տարօրինակ եմ հավաքել։ 1 minute, please։ Նոր եմ լողացել ու հույս ունեմ, որ չեմ փչացնի մազերից խուճուճ չորանալու ձևը, սենց կրաբիկով ձեռ տալով, բայց Եթե ինչ ես ինձ չեմ տեսնում, որովհետև հեռախոսից հետևի կամերայով եմ նկարում, ու ընդհանրապես հույս ունեմ, որ զապիսը գնում է։ Всё, այսքան էր այսօրվա unboxing-ը։ Մերսի, որ իմ հետ նայեցիք, կարող է ինչ-որ բաներ ձեզ դուր եկավ, այսօր գնաք դուք էլ այդ նույն բանից search կտակ կպատվիրեք։ Ինձ թվում է ամենաշատ կայֆ բաները էս պուտիկա, որ չխոլը ու կրաբիկն էին, բաժակը։ Ու всё, ես գնացի։ Bye-bye։ Ես ամբողջ վիդեոյի ընթացքում իմ բզնոցը ընկել էր իմ տոպիկի տակ, իմ թիշերթի տակ, ու դուք ինձ մի հատ չզգուշացրեցիք։ Չգիտեմ unboxing-ը հեչ, բայց այսօր ես ինձ չգիտեմ 10-ից 10 եմ զգում։ Bye-bye։ Այսի արդեն վերջնական bye-bye։ Bye-bye։